Անվտանգության հետ կապված զենքերի 2020 թվականի 44 օրյա պատերազմից առաջ նույն հայտարարությունները չէին Փաշինյանի։ Իմ մոտ գիտեք sense դեժավյու է երբեմն։ Երբեմն չէ, բանը դեժավյու է։ 20 թվականի 44 օրյա պատերազմից առաջ ամբողջ աշխարհով թմկահարում էին, գնում էին սելֆիներ էին անում, զենքեր են կարել եւ ինչ եղավ։ Արդյունքը տեսանք էլի ինչ եղավ։ Այն մեծագույն գումարները, որ ծախսել էին, կամ չաշխատեցին, կամ ընդհանրապես չգործածվեցին։ Բա սա համարվում է նույնը այստեղ է։ Շատ ներողություն, եթե սա ինքը ծառայեցնում է միայն իր նպատակներին եւ արդյունքում ոչ մի բան չկա տակը։ Ինչ այդտեղ կարելի է ընդհանրապես վստահություն ունենալ։ Մյուս հարցը։ Այդ որ ասում եմ, այսպես դեժավյու է գալիս։ Հələ մի հատ նայեք 2020 թվականից առաջ Թուրքիայի Ադրբեջանի հետ ինչ հայտարարություններ են անում։ Սևրի պայմանագրի օրվա հետ կապված ասում էին այն ժամանակվա հանրապետության նախագահը, մեկ էլ կառավարությունը։ Ասում են հայոց հայկական հարցի անբաժան մասը Սևրի պայմանագիրը։ Հիմա տեսեք այսօր դրան գոնե մի տոկոսով մոտ հայտարարություն կանեն, թե ընդհանրապես Սևր բառը մոռացել են այդ ինչ է։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին, հետևաբար ինձ համար այս խնդիրը փակ է, միանշանակ։ Այո, դա ծառայեցվում է միայն իր օրակարգին, որը կեղծ օրակարգ է, մեր հասարակությունը թմրեցնելու օրակարգ է, մեր ժողովրդին թմրեցված պահելու օրակարգ է։ Հիմա սահմանազատման արդյունքում անկլավներ եւ արծվաշեն։ Ես ասեցի դες, ժողովուրդ ջան, ես մեր ժողովրդիներ եմ ուզում դիմել։ Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի։ Ես սա միշտ եմ ասել։ Մի հատ նայեք իմ նախկին հայտարարությունները, ես միշտ եմ ասել, անկլավ բառ չպետք է գործածվի, վերջ, կա իմ երկրի անվտանգություն։ Մեր երկիրը անծայրացիր միլիոնավոր քառակուսի կիլոմետրեր չունի, մեզ մոտ ամեն սանտիմետրը մեր քաղաքացու հողն է, տունն է, ջուրն է, մեր սուրբ հայրենիքի ամեն մի մասն է, ես չեմ կարող ասել, գիտեք ինչ կա, անկլավները մկրատով ու բանով դնենք սկսենք կտրատելը։ Չկա նման բան։ Եվ մենք պետք է ելնենք միշտ սրանից, սա պետք է լինի կարմիր գիծ, որտեվ եթե հանգարց դու պիտի գիծը քաշես ու պահես այդ գիծը, վերջ։ Ու ամեն ինչ անես, որ այդ գծից են կողմ չանցնես, որովհետև այդ գծից են կողմ արդեն անվտանգության ձախողում է լինելու ամբողջական։ Նույնը Տիգրանաշենի հետ կապված, չէ։ Տիգրանաշենի հետ կապված այդ լուծումները ընդհանրապես ինձ համար քննարկելի չեն։ Արցվաշենը անհամեմատելի է անվտանգության առումով այն հարցերին, որ բարձրացվում է այդ տարածքների փոխանակումը, այսը ինչը։ Անհամեմատելի է, ոչ մի բան գոյություն չունի։ Հիմա ես մեկ-մեկ մտածում եմ Ադրբեջանի նախագահը ինչ չի ասում, որ եկեք մեր տարածքից մի երկու արցվաշեներ տանք ձեզ։ Եվ դրանք ընդդեմ ո՞վ է գնալու ապրել, էլի կամ ինչ պայմաններ են լինելու։ Բայց փոխարենը կգա այս տարածքները կվերցնի։ Իսկ դուք մտածում եք ինչի է Ադրբեջանը այդ փոքր մի քանի, այսպես այդ տարածքների վրա աչքը տենց դրել, որտեղ անվտանգության համակարգից ձախողում է Հայաստանը։ Հետևաբար ինձ համար այս թեման փակ է ու շատ հստակ է սա։ Անվտանգությունը երբեք առաջնային չի չափվում քառակուսի կիլոմետրերով։ Ադրբեջանական օկուպացված տարածքները մեր երկրի չէ, ասում են ինչ-որ 200 կիլոմետր, քառակուսի կիլոմետր եւ այլն, դա սխալ հաշվարկ է ժողովուրդ ջան, ինչու՞, որովհետեւ երբ ադրբեջանական զինծառայողները գալիս նստում են, ես այդ տարածքներում բոլոր տեղերում եղել եմ, թուփ-հարթուփ, ծառ, բոլոր տեղերը մեր իմ թիմի հետ բոլոր տեղերում եղել եմ։ Երբ ադրբեջանական զինծառայողները դիրքավորվում են, դրանից հետո էլի շատ կիլոմետրեր հեռու չի օգտագործվում այդ տարածքները, ժողովուրդ ջան, հետևաբար այդ ամեն ինչը մնում է փաստացի օկուպացված մեր երկրում։ Ինձ համար դա ամենագլխավոր հարցերից մեկն է, որ պետք է լինի առաջնային ուշադրության առարկա։ Հազար ներողություն, բայց սա պիտի հարցնեմ։ Փաշինյանին բանավեճի, որ կանչեցիք պարոն Թաթոյան, դուք էլ նշեցիք
Փաշինյանի բառամթերքը, էլի, ինչ հայրախոսական բառամթերք այդ մարդը ունի։ Որ կանչում եք ռինգ այդ մարդուն, չեք մտավախություն չունեք, որ ինքը այդ իր բառամթերքով, չգիտեմ, դուք ո՞նց եք իրեն պատրաստվում այդ ռինգում, այսպես ասած, մերկացնել։ Շատ լավ է, այդ բառամթերքը ինչքան շատ ուզում է, թող օգտագործի։ Ես այն բանավեճը, որ տեղի կունենա, նաև շատ հետաքրքիր հանրակրկնքներով տեղի կունենա։ Ինչքան բառապաշար ուզում է, թող ինքը օգտագործի։ Բառարաններով հետը։ Բառարանները, ասեցի Պետրոս Ղազարյան, թող բառարաններ էլ բերի, հետ էլ ձեր կողմից։ Խնդիր չունեք։ Ուղիղ եթերով էլ հեռարձակվի։